Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, եթե դիտում եք մեզ, հետևաբար մենք կարողացել ենք բացել մեր YouTube-յան ալիքը եւ ֆուտբոլ ֆորումի առաջին թողարկումն է եթերում։ Ես Արմեն Մանուկյանն եմ, ֆուտբոլային մեկնաբան, բնականաբար ինչպես անվանումից հասկացաք, մենք ֆորում ենք անելու, հետևաբար քննարկում եւ ինձ նաեւ պետք են իմ գործընկերները, եկեք հիմա առանձին ներկայացնեմ։ Սպորտային մեկնաբան Հայկ Հովհաննիսյան, Հայկի հետ սովորաբար շատ տարակարծություն լինում եւ Հայկը հետաքրքիր ֆուտբոլային անձ է իր բոլոր գաղափարներով, այնպես որ Հայկի հետ բանավեճեր շատ ենք ունենալու։ Հայկական ֆուտբոլում երևի թե ամենակարկառուն ֆուտբոլային անձանցից մեկը Արման Աբելյան, այո, ում կարծիքի հետ հաշվի են նստում նաեւ եկեք անկեղծ ասենք ֆուտբոլային աշխարհում շատ հայկական ֆուտբոլային աշխարհում շատ հայտնի մարդիկ։ Երրորդ անձնավորությունը շատ համեստ ֆուտբոլային մեկնաբան, որ ավելի շատ սիրում է գործ անել, քան խոսել, Արտուշ Հարությունյան։ Խնդրեմ տղաներ, պատմեք ինչ ենք անում, ինչի մասին է մեր հաղորդումը, ինչ ձևաչափ է։ Ստված ասել ես քո մասին պատմենք։ Դա էլ կարող եք։ Դե դու էլ Արմենին ներկայացրել ես։ Հիանալի մարզական մեկնաբան, փորձագետ, տարբեր մարզաձևեր իմացող Սկանդալիստ եւ միշտ բանավեճի գնացող կարծիքներ հայտնող Արմեն Մանուկյան։ Շնորհակալ եմ, դե եկեք սկսենք հաղորդման ձևաչափից։ Ով կներկայացնի, ինչ ենք անելու, ինչ ենք առաջարկելու ֆուտբոլասերին։ Կարող ենք խոսել յուրաքանչյուր շաբաթ տվյալ պահին ամենաթեժ թեմայի մասին։ Կարող ենք խոսել գլոբալ հարցերի մասին, եթե տվյալ պահին ինչ-որ թեժ թեմա չլինի, կարծում եմ անընդհատ այս թեմաներ իհայտ գալիս են, հենց անձնական խոսակցություններից կամ հաղորդման ժամանակ քննարկումներից միշտ ինչ-որ հետաքրքիր թեմա բացվում է, որ ասում ես, այդ մասին ես չէի մտածել, եկեք մի հատ քննարկենք։ Ունեցած դու ասա։ Դե ակումբային ֆուտբոլը միշտ շատ թեժ է, առաջիկայում մեզ սպասվում է մունդիալը, ֆուտբոլային թերևս գլխավոր մրցաշարը, բայց քանի որ մի քանի օրից արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, այսօր բնականաբար կխոսենք Paris Saint-Germain Arsenal խաղի մասին։ Եվ ամենակարևորը եկեք ֆիքսենք, հարգելի հեռուստադիտողներ, մենք ֆորում բառի բոլոր ներფերանգներին անդրադառնալու ենք, հետեւաբար բանավիճելու ենք, ասելու ենք այն, ինչ ռեալ մենք մտածում ենք տվյալ թեմայի մասին եւ ամենակարևորը չկա որևէ կաշկանդող հանգամանք։ Ձեզ էլ կխնդրենք աջակցել լայքերով եւ մնացած ձևերով ու ձեր անկեղծ կարծիքը գրել մեկնաբանությունների բաժնում, մեզ հետ համաձայն եք, համաձայն չեք, ում հետ եք համաձայն կամ միգուցե ոչ մեկի հետ էլ համաձայն չեք։ Այստեղ Արմանի փորձը ինձ թվում է արդեն աշխատեց, որովհետև նա այլ պրոյեկտներում եւս աշխատում է եւ հույս ունենանք, որ կհաջողենք։ Եվ այսպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչ Arsenal Paris Saint-Germain ու ամենապարզ, բայց միևնույն ժամանակ տրամաբանական հարցը։ Արդյոք եզրափակիչում այն թիմերն են, որոնք մրցաշրջանի կտրվածքով պետք է լինեին այստեղ։ Մի անգամից ասեմ ոչ։ Իմ կարծիքով մրցաշրջանի լավագույն կոնֆլիկտի գնացինք էլի։ Մրցաշրջանի լավագույն թիմը Բավարիան է, եթե խոսում ենք բոլոր մրցաշրջանի մասին։ Եթե մենակ Չեմպիոնների լիգայով դատենք, այդ առումով այլ խոսակցություն է։ Այդ խոսում ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին։ Չձևակերպեց։ Ինքը ասես մրցաշրջանի լավագույն թիմերն են։ Նայ, ինչն իրեն անհրաժեշտ է տվյալ պահին, նա ֆիքսում է եւ բայց համաձայն եմ Հայկի հետ, Բավարիան ամբողջ մրցաշրջանը կայուն անցկացրել է։ Իհարկե մենք գիտենք, որ Չեմպիոնների լիգայում դա հաճախ բավարար չէ։ Իսկ ինչով չի դրսևորվել Paris Saint-Germain-ի կայունությունը։ Ինձ թվում է առաջին կես տարին մրցաշրջանի բացարձակ կայուն չէր։ Ես կարծում եմ, որ ոչ թե բացարձակ կայուն չէր, խաղում էր կես ոտքով։ Չէ, ուրիշ բան էլ ասա, նախորդ մրցաշրջանում Paris Saint-Germain-ը դարձավ գավաթակիր ու դու կարող ես մտնել, որ մրցաշրջանի առաջին հատվածում Paris Saint-Germain-ը այն թիմն էր, որին մենք վերջում տեսանք։ Ես օրինակ ասեմ, որ մոտավորապես նույն պատկերն էր եւ նույն բանն ենք տեսնում։ Ընդհանրապես խաղի որակը նույնիսկ մոտ չէր, մարզավիճակը ֆուտբոլիստների մոտ չէր։ Մի փաստ ասել, հիշենք ինչ ասեց Լուիս Էնրիկեն լիգայի փուլից հետո։ Paris Saint-Germain-ը միանշանակ լավագույն թիմն է Եվրոպայում, ասաց, որ հետո դուք կհամոզվեք ու կտեսնեք, մենք հետո տեսանք ու համոզվեցինք։ Հաղթեց նաև ձեր նշած Բավարիային, շատ կայուն էր։ Որ ֆորմատում է լավ։ Դա Բավարիայի մասին լսեցինք, օքեյ, Բավարիան թիմերից մեկն է, որ պետքա լիներ եզրափակիչում։ Երկրորդ թիմը ունեք տարբերակ, որ թիմը պետք է լիներ, որ չի հասել եզրափակիչ։
Չէ, այդպես ակնհայտ մեկը չկար եւ երկրորդ որ առանձնանար, կարող է լինել թե Բարսան, կարող է լինել թե Արսենալը, կարող է լինել թե PSG-ն, որոնք դուրս են եկել եզրափակիչ։ Այդ թիմերը առանձնացել են։ Անգլիայից այս սեզոն ես չեմ կարող որևէ մեկին եւս առանձնացնել Արսենալից բացի, որովհետեւ անկայունություն կար բոլորի մոտ, այդ թվում Manchester City-ի, որը շատ չգիտեմ, կարող էր նույնիսկ խաղի ընթացքում անկայուն լինել։ Մեկ խաղի Այ օրինակ եթե մենք ամբողջ մրցաշրջանից ենք խոսում, նայ Ինտերը դարձավ Իտալիայի գավաթակիր։ Ինտերնետ կավելացնել շատ կայուն խաղով, բայց Ինտերը խաղի որակով, կարգով հաստատ շատ թիմերից, նույն Բարսելոնայից, նույն Ռեալից ոչնչով առավել չէր։ Իտալիայի առաջնությունում չեմպիոն դառնալը դա չափանիշ չէ ինձ համար օրինակ։ Նայ Ինտերը չափանիշ է։ Չէ, որովհետև մի վարք եմ, որովհետև Իտալիայի առաջնությունը թիմերի մակարդակով կտրուկ զիջում է եւ Բունդեսլիգայի զիջում է։ Ինչ թվում է, հա, հիմա հա։ Նայ Ինտերը էլի կայուն էր, դարձավ նաեւ չեմպիոն, բայց ում հետ էր մրցում, այստեղ ամենակարևորը։ Թիմերի դեմ շատ միավորներ է կորցրել։ Հա։ Չէ, դա էլ է կարևոր, Բուդիո Գլիմտին չհաղթեց։ Դա խայտարակություն է։ Բայց մի րոպե, եթե շատ կարևոր է։ նշում ես թե այնպես չէ պատահականորեն թռավ։ Մենք խոսում ենք դրանից թե որ թիմերի դեմ է մրցել, դե Բավարիան ու Պարի Սեն-Ժերմենը ինչ մրցակիցներ են ունեցել իրենց առաջնություններում։ Չէ, բայց դու Բավարիայի խաղը նայելով, Բավարիայի կարգը նայելով, ամեն դեպքում Ինտերը միանշանակ ուժեղագույն թիմն էր։ Դու խոսում ես այն առաջնության մասին, որտեղ Յուվենտուսը եւ Միլանը հաջորդ մրցաշրջանում խաղալու են Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Այսինքն կոմոն, որը որ շատ քիչ տարիների պատմություն ունի, որ Յուվենտուսն ու Միլանը միայն վերջի տուրից հետո հայտնվեցին Եվրոպա լիգայում, դա խոսում է, որ թեկուզ իտալական ակումբային ֆուտբոլը ճգնաժամում է, թույլ են այդ թիմերը, բայց այնտեղ կա մրցակցություն։ Բայց քո համար չափանիշ չէ, որ 15 միավորի առավելությամբ է Ինտերը դառնում։ Ահա, բայց մենք դրանից էինք խոսում, որ որքան կայուն է, որքան լավ մրցաշրջան է անցկացրել։ Արմեն, մի հատ քեզ հարց տամ։ Եթե դու ֆուտբոլ նայում ես, դու կարաս թիմի խաղամակարդակը գնահատես։ Նախ ասա նայում ես թե չէ։ Անկախ մրցակցից կարաս չէ գնահատես թիմի խաղը։ Հա, բայց մրցակիցն էլ շատ կարևոր է։ Հա։ Հիմա որ դու նայում ես Բավարիայի խաղը, բոլոր խաղերում Գերմանիայի առաջնությունն ինքն է ֆավորիտ։ Ցանկացած տանը լինի թե դուրս ինքն է։ Բայց դու նայում ես խաղի որակը, դու հասկանում ես, որ սա տարբերվող մակարդակ է։ Ամբողջ աշխարհում տարբերվող մակարդակ է։ Բայց Ինտերի խաղի նայելով ես այդ զգացողությունը չունեմ։ Ես Իտալիայի առաջնությունում դա զգում եմ։ Ես մի ուրիշ բան ասեմ։ Բավարիա PSG երկու խաղերը ինչ որ տարբերություն մակարդակների զգացվեց, ասենք հա PSG-ն օրինակ Մյունխենում երկրորդ կեսում լավ պաշտպանվեց, հասավ իր արդյունքին, բայց այնպես չի Բավարիան անցներ, կասեինք արժանի չէր։ Մենք դրա համար ենք ասում, որ Բավարիայի մրցաշրջանը շատ կայուն էր։ Օգոստոսից մինչև մայիս մարդիկ լավ են խաղացել։ Դե ներքին բոլոր գավաթները նվաճել են, սուպեր գավաթով սկսեցին, վերջում գավաթ, հա համաձայն եմ։ Եթե Բավարիան էլ դուրս գար, ես նախ համաձայն եմ, որ երկու արժանի թիմեր են դուրս եկել, բայց այո, եթե Բավարիան էլ դուրս գար, նույն կարծիքը կարելի էր ասել։ Լավ տղաներ, այս թեման, եթե մենք շարունակենք, վստահ եմ շատ երկար կխոսենք։ Եկեք հիմա գանք երկու թիմերի մարզիչներին։ Օրինակ ինձ համար ես վերջին շրջանում ֆիքսել եմ հետեւյալ միտքը, որ երբ խոսում են Գվարդիոլայի մասին, ասում են հանճարեղ մարզիչ է։ Խոսում են Կլոպի մասին, ասում են հանճարեղ մարզիչ է, բայց մի տեսակ շատ քիչ են խոսում Լուիս Էնրիկեի հանճարեղության մասին։ Տեսեք, այս մասնագետը անում է մի բան, որ ներկայումս ինչ թվում է, երևի թե Լուիս Էնրիկեից բացի ոչ ոք չի կարող։ Արտետան էլ շատ բան է անում, բայց Արտետային էլ ես այդ մակարդակին չեմ դասում։ Մարզիչների մասին ինչ կասենք, որ մարզիչը ավելի շատ բան կարող է անել, որ մարզիչն է տակտիկապես ավելի ուժեղ։ Եկեք մենք խոսենք ուրեմն Լուիս Էնրիկեի մասին։ Այսինքն ըստ քեզ Լուիս Էնրիկեն հենց հանճարեղ այդ բառով մարզիչը, որտեղ շատ լուրջ բառ է դա, որ ինձ թվում է, նայեք, ես համաձայն եմ, որ Գվարդիոլան, Կլոպը հանճարեղ են, Անչելոտին էլ հանճարեղ է, բայց ինձ թվում է Լուիս Էնրիկեին չեն գնահատում այնպես, ինչպիսի նրա աշխատանքն է։ Որովհետև երևի այդքան երկար չի աշխատել մեկ ակումբում, որքան որ Կլոպն ու Գվարդիոլան, դա կապ ունի նաև այն, որ Պարի Սեն-Ժերմենը լիգա 1-ում է, Լիվերպուլ չէ, Սիթի չէ, բայց մենք խոսում ենք մի մասնագետի մասին, որը երկու անգամ թրեբլ է նվաճել, ընդ որում տարբեր թիմերի ղեկին։ Ու հիմա մի հատ գաղափար էլի, եկել է Լուիս Էնրիկեն, թիմից հեռացել է Կիլիան Մբապեն ու առանց Մբապեի Ուսման Դեմբելեն, որին որ շատ ֆուտբոլասերներ, նույնիսկ Բարսելոնայի երկրպագուներ չեն սիրել եւ ալարկոտ են անվանել, տեսեք
ինչպես է փոխվել, թիմը ինչպիսի կառուցվածք ունի եւ Լուիս Էնրիկեի հետ ինչ ֆուտբոլ է խաղում։ Ընդ որում Լուիս Էնրիկեն ժամանակին Բարսելոնայի հետ եւս տրեբլ է վաճել։ Նախ այնց չի, որ Լուիս Էնրիկեի գալն ու Մբապեի հեռանալը համընկել են, մեկ տարի իրար հետ աշխատել են ու մեծ հաջողության չեն հասել ընդունված սահմաններում, որ համարում են դա մեծ հաջողություն։ Օրինակ կիսա եզրափակի չեն հասել ու ինչ որ անհավանական հրաշքով դուրս չեն եկել եզրափակի։ Դորտմունդի Բորուսիայի Ու խաղանել են այնց նորմալ էր, կարային հանգիստ այդ Ռեալին հաղթեն եզրափակիչում, բայց դեռ Ռեալին գիտենք դժվար է հաղթել։ Դե հաղթեին հանգիստ։ Հաղթել են կարող են հաղթել։ Անչելոտի Բորուսիան էլ շատ մոտ էր հաղթելուն Ռեալին։ Ինչ վերաբերվում է Լուիս Էնրիկեն, ես համաձայն եմ, որ քիչ գովասանքի ինքը արժանանում, եւ ես համաձայն եմ, որ ինքը հիմա տարբերվում է բոլորից։ Իր ֆուտբոլը, տոտալ ֆուտբոլի ամենավառ օրինակն է, որ եղել է Ռինուս Միխելսի, Յոհան Կրույֆի ժամանակներից, եւ բոլորը փոխվում են դիրքերով բոլորի հետ։ Եզրային իրանց պաշտպանները, Հակիմին ու Մենդեշը դրվագներով երկու կենտրոնական հարձակվողներն են։ Նման բան հիմա ոչ ոք չի անում։ Ֆուտբոլի իմ համար ամենահետաքրքիր բանը, որ տեսել եմ, դա 74 թվականի եզրափակիչում, երբ կենտրոնից դաշտի սկսում են իրականների հավաքականը, այո, եթերում, չէ, ստադիոնում գնդակ էին հետում դա։ Կենտրոնից որ սկսում են Նիդերլանդների հավաքականը, հետ են փոխանցում վերջին պաշտպանին, գիտես ով է լինում վերջի պաշտպանը այդ պահին, Յոհան Կրոյֆը։ Ու սկսում են գրով հենց կենտրոնից փոխանցումներով, անցումներով ու միջով գոլ հասցնում են 11 մետրանոց տեսքով։ Հիմա նման բան անհնար է գրեթե պատկերացնել, բացի Լուիս Էնրիկեի ֆուտբոլից։ Իսկ այդ նույնը կարող ես պրոյեկտել մեր ժամանակներ, որովհետեւ մենք քիչ ավելի օրինակ հիմա կենտրոնից պատկերացրած սկսում են, ոչ թե Վիտինյան գնդակը հանում է դաշտի սահմանից դուրս, միտումնավոր հարվածով։ Ոնց որ հիմա սովորաբար PSG-ն սկսում է դաշտի կենտրոնից։ Այլ դրա փոխարեն հետ է կատարում փոխանցում վերջի պաշտպանին ու այնտեղ Դեմբելեն է։ Հիմա մի հատ հարց էլի, տամ Արմանը երևի թե տակտիկապես մեզ կօգնես հարցում, ասում են Գվարդիոլայի ժամանակ, Գվարդիոլան առաջինն էր, որ եզրային պաշտպանին բերեց կենտրոնական կիսապաշտպան եւ մի փոքր նաեւ փոխեց նրա դերը։ Այ Վիտինյայի խաղային դիրքը ճիշտ է, որ Լուիս Էնրիկեն է գտել եւ Լուիս Էնրիկեն է ստեղծել այդ կոմբինացիան։ Պարիս Սեն-Ժերմանը չունի հենակետային կիսապաշտպան, համաձայն եք։ Որտեվ հենց ընդգծված հենակետային կիսապաշտպան ավելի շատ Վիտինյան է խաղում։ Այն առումով շատ է խորքից սկսում գրողները, բայց հենակետային չի, քանդող չի։ Դա ինքը ամեն ինչ է անում դաշտում։ Ընդգծված ֆունկցիա չունի էլի Վիտինյան։ Դե PSG-ին շատ քանդող էլ պետք չի, որովհետև իրենք համերամիշտ գնդակով են, գնդակն են վերահսկում։ Այդպես էլ պաշտպանվում են, իսկ Վիտինյան ամեն ինչ է թիմի համար, ինքը միշտ առաջ քաշված էր խաղում, Էրիկեն դիրքը փոխեց հենց հենակետային սարքեց ու նույնիսկ հիմա զավեշտալի է հնչում, որ Վիտինյան Վուլվերհեմպտոնում պահեստային էր։ Դա եւս ցույց է տալիս, որ դու մի թիմում այս ոճի մեջ կարող ես վատը լինել, հետո մի ուրիշ ոճի մեջ արդեն քեզ լրիվ ուրիշ ձև դրսևորում։ Ես զարմացա, որ դու Վիտինյայի մասին խոսելիս ասացիր, որ Հայաստանի առաջնությունում աշխատում է մարզիչ, որը ժամանակին Վիտինյայի հետ է աշխատել։ Հայաստանի առաջնությունում պարզապես չի աշխատում, չեմպիոն է դարձել արդեն Տուլիպան Արարատ Արմենիայի։ Դու ասել ես Արմեն։ Այո, բայց Մբապեի թեմային վերադառնալով ինձ թվում է նույնիսկ PSG-ի վրա ավելի դրական ազդեց Մբապեի հեռանալը, որովհետև Դեմբելեն լրիվ ուրիշ մակարդակ դուրս եկավ, ոսկե գնդակի մակարդակ, հետո կեսից Խվիչյան եկավ, Բարձրացավ ոսկե գնդակի մակարդակ Խվիչյան, դե հիմա արդեն բարձրացել է։ Այդ Մբապեի թեման, որ ասում ես, ես Լուիս Էնրիկեի հանճարեղության հետ կապված մի հատ փոքր դեպք պատմեմ, չնայած ինձ թվում է շատերը տեսել են, երբ որ Մբապեի հետ խոսելիս ասում է ինձ համար կարևոր չի թե դու ինչ քանակությամբ գոլ ես խփում, ես հասկանում եմ որ դու հանճարեղ ֆուտբոլիստ ես, ինձ համար կարևոր է թե դու ինչպես ես նահանջում, ինչպես ես աշխատում որպես թիմի մասնիկ, եւ հիմա մենք հենց այդ ֆուտբոլ տես ով է Պարիս Սեն-Ժերմենի գլխավոր խմբարկում, չկա։ Մբապեի չափ գոլ խփող ֆուտբոլիստ չկա, բայց եթե ընդհանուր թիմի գոլերի քանակը նայենք, չի իջել նշածողը, այն նշածողը, որը որ կար Մբապեի ժամանակ։ Հիմա ավելի թիմ է դարձել Պարիս Սեն-Ժերմենը։ Անուններից վերածվել է թիմի բարի իմաստով։ Հիմա Արտուշի մի հատ շատ կարևոր թեմա է բացում։ Եկեք այդ թեմայից փորձենք բացել, էլի թեման ավելի ընդլայնենք։ Ինձ խնդրում եմ ասա, որն է Պարիս Սեն-Ժերմենի, ներկայիս Պարիս Սեն-Ժերմենի ուժը։ Որն է այս թիմի ամենակարևոր խաղաքարտը։ Բազմաթիվ դիրքային տեղաշարժերը խաղի ժամանակ չկան, ընդգծված մենք նշում ենք, որ Հակիմին եւ Մենդեշը եզրայիններ են, բայց ինչպես դու ասացիր, հարցակման կենտրոնում են հայտնվում։ Վիտինյան, Նևեշը ամբողջ խաղադաշտում են, Պաչոնը, Մարկինյոսը, շատ ենք չէ խոսում հիմա Սալիբա, Գաբրիել Զույգի մասին։ Հիմա
քիչ է խոսվում Մարկինիոս Պաչոզիկի մասին։ Համաձայն չեք։ Մենք այդ թեմային դեռ կանդրադառնանք իրականում։ Ես ինչով են պակաս թե անուններով թե խաղով։ Ես Արմենի հարցին կներես պատասխանը։ Որպես զույգ ամեն դեպքում Գաբրիել Սալիբա ավելի ուժեղ է։ Ես ընդհանրապես համաձայն չեմ։ Հələ փոխեք իրանց Շնայց տեղերով։ Մարկինիոսին շատ բարձր։ Արման հələ փոխեք իրանց տեղերով։ Այն երկուսին տարեք Արսենալ, մյուսներին բերեք Փարիզ։ Տեսնենք ով ավելի արդյունավետ կլինի։ Նայ, բայց Պրեմիեր լիգան ամեն դեպքում մի քիչ ուրիշ է։ Պրեմիեր լիգայում ավելի բարդ է ինձ թվում է լինել կենտրոնական պաշտպան, քան լիգա 1-ում։ Բայց Չեմպիոնս լիգայում հաշվի առնենք նաև Արտետայի ֆուտբոլը, որ ավելի ցածրից է պաշտպանական գիծը։ Ես օրինակ Արտուշի հետ համաձայն եմ, Paris Saint-Germain-ի գլխավոր առանձնահատկությունը իմ կարծիքով այն է, ինչ նշեց Արտուշը։ Դուք ունեք ուրիշ տարբերակ։ Ես էլ էի ասում քիչ առաջ, ես մի բան էլ ավելացնում։ Գլխավոր առանձնահատկություններից մեկը այն է, որ եթե այդ ֆուտբոլը փորձում է դաժե ուրիշ թիմ խաղալ, միանգամից դու հասկանում ես, որ այդ ֆուտբոլն է։ Դա Լուիս Էնրիկեի PSG-ի ֆուտբոլն է։ Նույնիսկ Հայաստանի հավաքականը Վանցխիպի ժամանակ հասցրեց մեկ խաղ այդպես խաղալ։ Միակ խաղը, որը չպարտվեցին։ Այս հետաքրքիր է, որ խաղի մասն է խոսքը։ Չեռնոգորիայի հետ ինկերական խաղ փորձեցին հենց նույն ոճով խաղալ։ Միակ խաղն էր, որ չպարտվեցին, բայց իհարկե այդպես չէր ստացվում, ոնց որ կարար ստացվեր PSG-ի մոտ, բայց դու զգում ես, որ արդեն նույն տեղաշարժերն են, ինչ որ նմանություններ գտնում ես, այսինքն այնքան տարբերվող ֆուտբոլ է, որ դու միանգամից տարբերակում ես։ Դե Հայկը դա նկատել էր ու հետո Սպերցյանը հարցազրույց տվեց, ասաց, որ Վանցխիպը մեզ ցույց էր տալիս PSG-ի խաղի դրվագները եւ իրոք փորձել է ինչ-որ բաներ բերել նաև հավաքական։ Հիշում ես այս հաղորդման ամենասկզբում, երբ որ քեզ ներկայացնում էի, հանճարեղությունը նաև հետևյալն է, էլի, որ Paris Saint-Germain, չգիտեմ, Arsenal թեմաների մեջ դու էլի գալիս ես եւ վերում ես հայկական ֆուտբոլ, Հայաստանի հավաքական։ Այդ շատ հետաքրքիր է։ Լավ, Paris Saint-Germain-ի այդ առանձնահատկությունը հասկացա։ Նայ, երկու առանձնահատկություն։ Նախ կիսապաշտպանական գիծ այդ Վիտինա Նևեշ, ոնց չասես Նևեշին, Ֆաբիան Ռուիս։ Մենք դրանց դեռ անդրադառնալու ենք։ Իդեպ այս մրցաշրջանը ինչով է յուրահատուկ, որ շատ վնասվածքներ են եղել։ Երրյակը քանդվեց, միջին գծի երրյակը քանդվեց։ Փոփոխություններ դրա համար ուշ հավաքեցին իրենց լավագույն մարզավիճակը, չմոռանանք, որ Ամռանը նաև ունեին աշխարհի ակումբային առաջնություն, այսինքն այս թիմը 2 տարի չի հանգստացել, անընդհատ խաղում, անվերջ։ Շատ սահուն չէր էլի մրցաշրջանի մեկնարկը, բայց ոչ մենք դա ենք մենք ասում ենք հոգնածության պատճառ, մի փոքր էլ երևի Լուիս Էնրիկեն որոշեց շատ բարձր տեմպով չսկսել։ Շատ բարձրից նայել խաղերը, չէ՞։ Հա, ճիշտ է, գնում էր տրիբունայից էր առաջին կեսը։ Լավ, մենք քանի որ ծով ժամանակ չունենք, եկեք հիմա Արսենալին ասնենք։ Որն է Արսենալի ուժը այս մրցաշրջանում։ Paris Saint-Germain-ից խոսեցինք։ Ինչն է Արսենալին առանձնացնում։ Ով է Արսենալի ուժը։ Դու կարող ես այդ կերպ ձևակերպել։ Իսկ դու հիմա քեզ դուր ա գալի ինչ ես ասում եմ Միկել Արտետան, որովհետև եթե համեմատենք պաշտպանությունից խոսացինք, ելի կխոսանք։ Եկեք հարձակման գծերը համեմատենք, թե անուններով։ Չէ, մենք հիմա նայեք, թռուցիկ չենք անդրադառնում, հարց չկա համեմատում ենք, բայց մենք դետալներով դեռ կանդրադառնանք։ Հիմա դու ասում ես Արտետան է ուժը։ Ես կասեի Արտետան եւ կավելացնեի, որ ինքը կարողացել է թիմին համոզի, որ իրանք պետք է խաղան այլ ֆուտբոլ, իրենց պատկերացման արդյունք բերող ֆուտբոլ։ Ավելի զգուշավոր։ Իմ մոտ գիտես ինչ տպավորություն է, այնքան շատ է ճնշումը Արսենալի ու Արտետայի վրա, շատ վաղուց տիտղոսներ չէին նվաճել, որ այլ տարբերակ չկար, պիտի գար պրագմատիզմի, արդյունք ապահովեր, ու ես մտածում եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք նորից ավելի հարձակողական Արսենալ ենք տեսնելու։ Թոթափում է այդ լարվածություն, ճնշումը, գավաթները նվաճումը, նույնիսկ եթե եզրափակիչը չհաղթի, Պրեմիեր լիգան արդեն իրենցն է։ Ախր միանշանակ այդ ճնշման տակ ինչ գեղեցիկ ֆուտբոլ։ Հիմա Բարսելոնան գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում։ Բա բոլորը խի էին քննադատում, որ գոնե Չեմպիոնների լիգայում պաշտպանական գիծը թող այդքան բարձր չլինի։ Որովհետև եթե ուզում ես նաև արդյունք ունենալ, մի փոքր պիտի պրագմատիզմ լինի։ Գեղեցիկը ամեն մեկը մի ձև կարող է գեղեցիկը գնահատել, բայց կարող ենք ասել ռիսկային, այ ռիսկայինը կարող են գնահատել, ով էր ավելի ռիսկային խաղում, դե Բարսելոնան միշտ այդպես է խաղում, իսկ Արսենալը ասում եմ, այդ ճնշման տակ որ ամբողջ աշխարհը հեյթ էր անում այդ թիմին կամ տիտղոսներ չկան, Արտետային ոչ մեկ չէր ուզում ընդունել, որ անհավանական կայունություն է թիմը ցույց տալիս։ Հետո միշտ հիշելու եմ, որ Արտետան այս ինչ մրցաշրջանում հաղթել է Պրեմիեր լիգան։ Դե տեսեք, հիմա օրինակ որպես նեյտրալ երկրպագու դու կարաս դժգոհես Արսենալից, ես իմ պատճառներն ունեմ դժգոհ լինելու, որ Արսենալը այս ֆուտբոլով չեմպիոն դարձավ, ասեմ խի, որովհետև ինքը մեսիջ էր ամբողջ աշխարհին, որ մի քիչ ռոմանտիկ ֆուտբոլը մոռացեք, ավելի դարձեք պրագմատիկ։ Էդիկ արդյունք կբերի։ Մենք եղանք հարձակողական ոճի թիմ, ամեն անգամ երկրորդ տեղը գրավեցինք։ Փարիզից էլ ուրիշ մեսիջ է գալիս ախր։ Գալիս է, բայց նաև միևնույն ժամանակ Լուիս Էնրիկեն էլ Արմանի վերած օրինակով Մյունխենի խաղում ինքը պատրաստ է փակ խաղալ։ Այո, եւ Լուիս Երբ որ Էնրիկեն պետք է խաղաց, բայց տես օրինակ
այդ ինձ դուր չի գալիս, բայց ես եթե լինեի Arsenal-ի երկրպագու, ես կասեի այնքան տարի է գեղեցիկ խաղացել Arsenal-ը, որ այս անգամ թող չեմպիոն դառնան, հետո ձեր ասած մյուս տարվանից թողելի փորձեն հարցակողական։ Եկեք մի հատ բան էլի հարցնեմ, ինձ օրինակ շատ հետաքրքիր է։ Կլոպին հնարավորություն տվեցին Լիվերպուլում ու դա դինաստիա ստեղծեց։ Բավականին շատ տիտղոսներ։ Գվարդիոլային տվեցին հնարավորություն, Գվարդիոլան ստեղծեց։ Ինչ է կարծում, եթե Արտետային, Լուիս Էնրիկեին եւս հնարավորություն տան այդքան երկար աշխատելու, նրանց ժառանգությունը կլինի այնպեսին, ինչպես ես նշած ես երկու մարզիչներին։ Տես օրինակ քո նշած մարդիկ էլ արդեն Անգլիայում չեն։ Դե Մյուս մրցաշրջանից ոչ Գվարդիոլա կա, ոչ Կլոպ կա եւ Արտետան։ Դե բայց նրանց թողած ամենափորձառունը լինելու ուժեղ թիմերի մարզիչներից, ամենակայացած թիմով եւ ամենավստահ թիմով։ Իրանք նոր են տիտղոս նվաճել, հնարավոր է վաղը մի հատ էլ նվաճեն։ Այդ դրանից հետո գեր վստահ են լինելու մյուս մրցաշրջանից առաջ ու երիտասարդ էլ կազմ է հավաքել, որոնք սեփական ուժերին վստահ են ու կարող են մրցաշրջանը այդպես խաղալ։ Նույնիսկ քո ասած օրինակով կարող են ավելի հարցակողական ինչ-որ էլեմենտներ ավելացնել ու մեկը էլի արդյունքի հասնել։ Բայց իրականում ինձ թվում է չափազանցված է Arsenal-ի։ Հա, մի քիչ չափազանց չի պաշտպանողական է։ Հակաֆուտբոլ իրականում չեն ընդհանրապես։ Իրականում հա, լինում է որ ֆուտբոլի մասին չի։ Խոսքը նրա մասն է որ մի Չէ, բայց չափազանցված որտեղ հա լինում է մի հատ խփում սկսում են պաշտպանվել, բայց շատ խաղերում էլ ավելի հարցակողական են ու միշտ չի որ ուղղակի քաշվում պաշտպանվում են։ Մի քիչ այդ առումով շատ է քննադատությունը թիմի վրա, բայց ամեն դեպքում գլոբալ, եթե համատենք հարցակման գծերը, իհարկե PSG-ի հարցակման գիծը, պես եւ անհատներով եւ թիմայինով ինձ թվում է ավելի բարձր է այս բանին։ Բայց պաշտպանական գիծը ու դարպասապահը, եկեք չմոռանանք, որ Չեմպիոնների լիգայի փլեյոֆում 90% խաղերում խաղը ելքը վճռվում է դարպասապահի խաղի։ Գիտես օրինակներս ասում ենք Սալիբա Գաբրիել, տենց հզոր պաշտպաններ եթե ունես դիմացը, քիչ սեյվեր չէ, պետքա կատարես, բայց Ռայայում հակառակն է։ Ժամանակ։ Հիմա քանի որ 3 խաղալ են, որ մի բան ասեմ ընդհանրապես։ Նախորդ մրցաշրջանում, տես PSG-ի մասին ինչքան լավ գեղեցիկ բաներ ասեցինք, չէ։ Եթե Դոնառուման տեղեր կար չփրկեր, ոչ մեկ էլ այդ գեղեցկությունից, Լուիսների կեի գաղափարներից Չէ խոսքը դրա համար դու պիտի ունենաս շատ լավ դարպասապահ չկա։ Իհարկե ով է խաղի լավագույն ֆուտբոլիստը։ Աստոն Վիլայի հետ խաղանել նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակիչում երբ խաղացին PSG Arsenal մի խաղում լավագույնը Հակիմին էր, իսկ մյուսում Դոնառուման, որտեղ փրկում էր ուղղակի։ Հիմա Մատպեյ Սաֆոնովով։ Լավ, քանի որ դուք իմ նախորդ հարցը այսպես որոշեցիք, որ պետքա շրջանցեք, եկեք հիմա ավելի առարկայական զրույց վարենք։ Այդ արդեն կարևոր չի։ Իգնել է շրջանցը։ Չէ, հարցը ես հիշում եմ, դինաստիայի մասին այո խոսքը։ Դա արդեն արտական։ Հիմա լավ, եկեք ավելի դինաստիա տարիների մասին չի, որոնք Պեպը 6 Պրեմիեր լիգայի գավաթ ունի, այդքան կհաղթի Արտետան։ Կամենա այդքան որ։ Էդի նշածող է սահմանում։ Արտուշ ես չեմ նայում որ ենք Արտիսա Գվարդիոլայի անունը Կլոպի եւ եկեք ուրիշ թեմայից հիմա խոսենք ավելի խաղին վերաբերող։ Դավիթ Ռայան ընդդեմ Մատվեյ Սաֆոնովի։ Իմ կարծիքով ինչքան էլ գովում են, ինչքան էլ դրական բաներ են ասում Սաֆոնովի հասցեին։ Բայց ով է գովում, չեմ լսել Սաֆոնովի։ Օրինակ ռուսական մամուլը, նաև միջազգային մամուլում կա գրված, որ Սաֆոնովը շատ լավ է խաղացել, որ Լուիս Էնրիկեն հատուկ տակտիկա է կիրառել Սաֆոնովի համար, չէ, մի վարքյան։ Մենք խոսում ենք մի մրցակցության մասին, մենք խոսում ենք մրցակցության մասին, որտեղ աշխարհի այս պայդրությամբ լավագույն ստանդարտներով գործող թիմն է լինելու Սաֆոնովի դեմ։ Իսկ Սաֆոնովը ելքերի ժամանակ հատկապես բացարձակ ես նայել եմ նա չգիտի Տուգանայի հրապարակում ինչպես խաղալ։ Այս գործոնը ինչքանով է ազդելու խաղի վրա ու առհասարակ ինչ կասեք երկու թիմերի։ Arsenal-ը գրեթե բոլոր թիմերին ստանդարտից խփում է անկյունայինից։ Այդ բոլոր դարպասապահները խաղալ չգիտեն։ Այսինքն սա խաղակարդ է Սաֆոնովի պարագայում։ Ինձ թվում է Arsenal-ի դեպքում խնդիրը ոչ թե մրցակցի դարպասապահներն են, այլ հենց իր ուժն է ստանդարտների ժամանակ։ Նախ մտահղացումները, հետո ամենակարևորը որն է ստանդարտի ժամանակ անկյունայինի։ Ասա Հայկ, որն է ամենակարևորը։ Այո, փոխանցման որակը եզրից։ Ռայսը սական իդեալական կատարում։ Մի բան էլ կներեք ավելացնեմ։ Անգլիայում ուրիշ կերպ են թույլ տալիս պայքարել դարպասապահի դեմ։ Եվրոպայում լրիվ ուրիշ կերպ են։ Ու քանի անգամ տեսել ենք նույն Ատլետիկոյի հետ խաղերում, որ հենց թեթև բլոկ էին անում Arsenal-ի խաղացողները Ատլետիկոյի դարպասապահին, մի անգամից մրցավարը սուլում էր։ Անգլիայում իրաց թույլ են տալիս այդպիսի դրվագներում փակել ճանապարհը, նրան նույնիսկ խանգարել, ինչը ըստ օրենքների թվում է թե չպետք է լինի։ Այնպես որ
կախված է մրցավարից, իսկ մրցավարը հենց այդն Չէ, չի մրցավարն է ինձ թվում է դու մի քիչ Ատլետիկ Արսենալի մրցավարն է, նենց որ չեմ կարծում, թե դա կոնկրետ դարպասապային բլոկ անելը կարող է եւ չաշխատել այս անգամ, բայց մյուսն հարցերում էլ են իրանք շատ լավ։ Ու անընդհատ խորամանկ են խաղարկում։ Մի անգամ սովորել էին, որ պետք է իրանց տուգանային հրապարակում ինչպես հսկեն, սկսեցին կարճ խաղարկումներ։ Հենց սովորեցին կարճ խաղարկումներին, սկսեցին արդեն ուրիշ դիրքերում փոխանցվել։ Արդեն դու համաձայն ես, որ Սաֆոնովի եւ Ռայայի միջեւ այսքան պրիմիտիվ է տարբերությունը։ Ռայան է, ավելի ուժեղ։ Մի քիչ շատ բարձ ես բացատրում ես ամեն ինչը, թվում է թե ամեն ինչ այդ որոշումը Նախ համար չէ, ուրիշ բան է։ պրիմիտիվը չգիտեմ, իմ համար ակնհայտ է տարբերությունը։ Ռայան այս պահին երևի աշխարհի լավագույն դարպասապահն է կամ 2-3 միանշանակ Դավիթ Ռայան չի մասնա խոսքը։ Ռան նույնիսկ Իսպանիայի հավաքականում լավագույնը չի։ Ոնց է աշխարհում լավագույնը։ Լավագույնը չի նորմալ տեխնիկային կազմում չի լինում։ Դե երևի չեն ստում է Ժոան Գարսիան որպես մրցաշրջան ավելի լավ է անցկացրել իմ կարծիքով, բայց Ռեան մոտ է, շատ մոտ է, այնպես չէ մեծ տարբերություն։ Իմ համար Ռայան այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։ Լավ, մի հատ վիճակագրություն կա, մի վարքյան։ Տիբո Կուրտուայից ուժեղ։ Այո, այս մրցաշրջանում կոնկրետ, Արման Պրեմիեր լիգայում 19 շիտ ունի, Չեմպիոնների լիգայում 9 ու պատկերացրած Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ընդամենը 6 գոլ է բաց թողել։ Իրականում Արսենալը մի կարևոր բան էլ կա։ Մենք խոսեցինք Բավարիայից, չէ՞։ Արսենալը կարողացել է նաև Բավարիային հաղթել լիգայի փուլում եւ լավ վստահ խաղով է հաղթել։ Դա եւս ցուցիչ է, որ միայն Անգլիայում չունի, պարտություն չունի մինչև եզրափակիչ։ Իհարկե հետո եղան դժգույն ավելի խաղեր, նույն Սպորտինգի հետ, Ատլետիկոյի հետ ավելի փակ, բայց ախր երբ պետք է լինում նաև այդպես խաղալ։ Նույն Լուիս Էնրիկեին վերջերս հարց տվեցին, որն է տարբերությունը նախորդ մրցաշրջանի PSG եւ այս։ Ասաց, որ հիմա մենք տարբեր ձևերով ենք խաղում։ Մեզ եթե ստիպում են, որ պաշտպանվենք, մենք ցածրից ենք պաշտպանվում։ Հա, մեր ուզած ոճը չի դա, բայց եթե պետք է դա անում ենք։ Հիմա նույնը վերաբերում է Արսենալին, որ ամբողջ աշխարհը քեզնից տիտղոս է պահանջում, ինչ ասես ասում են, դժվար է դուրս գալ ու զվարճանալ խաղադաշտում։ Նրանք այսպես են արդյունքի հասել։ Դրա համար հիմա PSG-ին դուք ասեք, PSG-ն այս մրցաշրջանում նման ուժեղ պաշտպանությամբ թիմի դեմ խաղացել է, թե չէ։ Իմ կարծիքով չի խաղացել։ Ոչ ոքի չի խաղացել։ Բավարիան լրիվ ուրիշ ոճ է, Բավարիան բաց խաղում է եւ թույլ է տալիս խաղալ, դրա համար Բավարիան մի քիչ Այսինքն մի կողմ թողնենք։ Նո ուրիշ բան էլ մի հատ ավելացնեմ, կներես, մենք չենք խոսում միայն ուժեղ պաշտպանություն ունեցող թիմի մասին, մենք խոսում ենք կարգապահ պաշտպանություն ունեցող թիմի մասին։ Արսենալը այս մրցաշրջանում ամենակիչ դեղին քարտն է ստացել Պրեմիեր լիգայում ու Արսենալի դարպասին այդքան դժվար մրցաշրջանում ընդամենը 2-11 մետրանոց է նշանակվել, այսինքն իրենք բոլոր դետալներին առանձնահատուկ ուշադրություն են դարձել։ Խարի հիշենք PSG Բավարիա խաղի երկրորդ խաղակեսի այն հատվածը, որ երկու անընդմեջ գոլ խփեց Էնրիկեի թիմը։ Այդտեղ երևաց նաև Բավարիայի պաշտպանության խոցելի լինելը։ Հա, հարձակման գիծը շատ հզոր է, բայց թիկունքը նես չի, որ այնքան հզոր է, որքան որ Արսենալին է։ Տենց ազատություն ես չեմ կարծում, որ Արտետան տալու է Էնրիկեի թիմին։ Հիմա այդ է լինելու նաև մեղը կամ ավելի դոմինանտ է լինելու, ավելի շատ գնդակով PSG-ն է լինելու։ Ավելի շատ երևի կլինի մրցակցի կիսադաշտում։ Ինչ է լինելու, երբ որ խլի Արսենալը գնդակը։ Ոնց է այդ պրեսինգի առաջին շերտը անցնելու Արսենալը հնարավոր է չանցնի, որովհետև PSG-ն ես որ հիշեմ Դեմբելեի հայացքն, որ պրեսինգը պիտի սկսենք այդ գիշատի ճարածները Դեկլան Ռայսի կարևորության մասին նրա փոխանցումների։ Այս թեման շատ կարևոր թեմա է, դու փոխում ես։ Այստեղ ավարտեցինք, ել չունենք ասելիք այս թեմայով։ Եթե չունեք, արդեն Արտուշի թեման եկեք բացենք։ Քանի որ Դեկլան Ռայսի մասին ես խոսում, խնդրում եմ, եկեք առանձնացնենք, որ ֆուտբոլիստներն են այս երկու ակումբներում առաջատար, խնդրեմ։ Արսենալում պաշտպաններին արդեն անդրադարձել ենք։ Ինձ պետք է լսել հավանաբար լավագույնին ամեն թիմից։ Մի փոքր երևի սխալ է 1-2 ֆուտբոլիստի առանձնացնելը, որովհետև ամբողջ մրցաշրջանում որպես թիմ են հաջողությունների հասել, բայց ինձ տպավորում են Գաբրիելն ու Սալիբան, Դավիթ Ռայային անդրադարձա, Դեկլան Ռայսը, լավ Բուկայո Սակա, Մենդեշ այդ դիմակայության մասին հիմա ուրեմն չխոսամ, թողենք մի քիչ հետո։ Իդեպ Տիմբերն չի խաղալու եւ դա հաստատ Խվիչայի համար հերանեկարներ են բացվում։ Ով է խաղալու աչից։ Մոսկերան միգուցե։ Ինձ թվում է դա մի քիչ այլ թեմա է զրույցի համար։ Արսենալի դեպքում ես էլ Գաբրիել Սալիբա առաջինը նրանք են գալիս մտքից, բայց Ռայսը էլի շատ լավ խաղացող, Սուբիմենդին, ճիշտ է Սուբիմենդին տեսանք Ատլետիկոյի դեմ երկրորդ խաղում նույնիսկ հիմնական կազում չէր։ Հարցակման գծում դասական
խաղեր բաց թողեց, Էդեգորը բաց թողեց։ Դրա համար դժվար է ինչ Արսենալի դեպքում։ Հիմա նայ Պրեմիեր լիգայում չեմպիոն դարձան, չէ՞, բայց Արսենալից չկար դες տեխնացու, որ այսպես պիտի լավագույնը դառնա, հա։ լավ դաշտում դժվար է։ Ռայսին ուզում էին, այսպես ասած, առաջ բրթեին, որտեղ անգլիական մամուլը սիրում է անգլիացի խաղացողներին շատ գովերքել, բայց Ռայս, Բրունո Ֆերնանդեշ, ակնհայտ Ֆերնանդեշն ավելի արժան։ 24-25 մրցաշրջանի Ռայսը ավելի ուժեղ էր։ Ներկայիս Ռայսից մի կարծիքով ավելի ուժեղ էր։ Եվ եթե Արսենալից ինչ-որ մեկը այդ մրցանակը պիտի ստանար, իմ համար Գաբրիելն է։ Բայց Արսենալին մոտ կանգնած աղբյուրները, չգիտեմ, ներքին խոհանոցից ասում են, որ Դեկլան Ռայսը թիմի առաջատարն է բոլոր առումներով ներսում, նրան շատ են հարգում, նրան շատ են սիրում եւ նրա խոսքը Արսենալում շատ կարեւոր է ու այդ առումով նաեւ նա շատ օգնում Միկել Արտետային։ Էդեգորին ավելի արժեքավոր է եւ դա հենց Ռայսն էր ասում։ Էդեգորը շատ չի խոսում, բայց իր օրինակով առաջնորդում է թիմին, այնպես որ հիմնական առաջատարը նաեւ Սական որպես ակումբի տղա, հա, այսպես ակադեմիայից դուրս եկած։ Հիմա շատ բարդ մի հատ թեմա է դաշտն նետում այսպես։ Եկեք համեմատենք երկու թիմերի կիսապաշտպանության գծերը։ Սա ինձ թվում է շատ Չասեցինք ով է Պարի Սեն-Ժերմենի առաջատարը կամ ովքեր են։ Իմ համար Վիտինյանն է։ Պարի Սեն-Ժերմենը օրինակ եթե ինձ հարցնես, ես չգիտեմ այդ թիմի առաջատարը։ Ես նայ մրցաշրջանով եթե դատենք Վիտինյան, հա, որովհետև լավ մարզավիճակում շատերն են եղել, մի պա Բարկոլան է եղել, մի պա Դեմբելեն, հիմա Խվիչան էս 2 ամիսը հերթով փոխվել են, բայց Խվիչան մրցաշրջանի առաջի կեսում չի փայլել։ Բայց կոնկրետ play-off-ից սկսած, անցումային play-off-ից վերջի 2 ամիսը, հա, ընդ որում անցումային play-off-ը եթե հաշվում ենք Մոնակոյի հետ ձախողվեց PSG-ն, ես հրաշքով պարզապես անցավ, հրաշքով անցավ PSG-ն հաջող։ Այդ հատվածում շատ վատ են խաղում հաստատ։ Ու դրանից առաջ էլ։ Բայց ճիշտ է նշել, որ Մոնակոն 10 ֆուտբոլիստով էր։ Հա, 10 ֆուտբոլիստով հրաշքով չէ, չէ, 10 ֆուտբոլիստով էր ու գոլային պայր միևնույնն է ստեղծում էր շատ հեշտությամբ։ Իսկ առաջ խաղում էր դեպ 10 հոգով մնացել։ Երկու խաղ, մեկում է գոլովին էր կարմիր ստացել։ Ու առաջին խաղակեսում, հատկապես առաջին խաղում խայտարակ առաջին 2-0 հաղթում էր, չէ՞ Մոնակոն սկզբում, հետո հետո կարմիր կարմիր ստացավ, դուան փոխայման մտավ ու comeback սկսեցին։ Իսկ մրցաշրջանում միակ ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստներից մեկը, որ առաջինից մինչև վերջ համարյա կայուն լավ է խաղացել, դա Վիտինյանն է, որի վրա կարող էր հույս դնել։ Իհարկե, եթե առողջ են Աշրաֆը, Մենդեշը, հատկապես Աշրաֆը ես չեմ հիշում ինչ-որ խաղ վատ խաղա, ինքը անընդհատ լավ է խաղում, բայց հարձակվելիս թե պաշտպանվելիս էլ։ Հա, ամեն ինչում շատ լավն է։ Չէ, հարցակ, երբ որ Աշրաֆը գնում է առաջ պաշտպանությունում, Պարի Սեն-Ժերմենը իմ կարծիքով միշտ լուրջ խնդիրներ ունի։ Այդպես թե ոնց են ապահովագրում, օրինակ Նևեշը ոնց է վերածվում, բայց դա պետք է Աշրաֆի ժամանակ մերկն է։ պաշտպանի։ Ու լավ, այնուամենայնիվ Եթե ասում պետք է գնաս առաջ, գնում առաջ։ Այնպես որ Վիտինյան, եթե հարցից պատասխանում են թե ով է առաջատարը PSG-ի, ես ասեմ Վիտինյան։ լավ, հիմա եկեք կիսապաշտպանության գծերը համատենք։ Այդքան անուններ հնչեցին, ես Դեմբելեի անունը կտամ։ Դեմբելե։ Հիանալի ֆուտբոլիստ է ուղղակի, կեղծին համար, գոլեր խփող։ Եթե առաջատար ենք ասում, հիշեք Էնֆիլդում նրա խաղը, իդեպ Լիվերպուլի հետ երկրորդ խաղը ծանր էր դասավորվում, հեշտ չէր ու Դեմբելեն փոխեց խաղի ընթացքը։ Եվ այդ Դեմբելեն կարևոր պահին հասնում է իր լավագույն մարզավիճակին։ Ես էլ ուրիշ անուն եմ ուզում տամ։ Դեմբելեի Իմ կարծիքով ամենաուժեղն է, բայց քանի որ ես շատ եմ սիրում եւ շատ բարձր եմ գնահատում այդ ֆուտբոլիստին, խոսքը Նևեշի մասին, հա։ Մի քիչ խաղաոճերն են իր ու Վիտինյա երևի տարբեր, դրա համար Վիտինյան ավելի տեսանելի է, բայց համաձայն եմ քեզ, որ իր խաղով ավելի սիրել է տալի իրան Նևեշը, քան Վիտինյան։ Ես օրինակ ինձ ավելի համակրելի ֆուտբոլիստ եմ Նևեշը։ Որովհետև Նևեշը ավելի խարիզմատիկ է, իսկ ֆուտբոլում այդ աչք է ծակում։ Բայց մի տեսակ Սուբիմենդին շատ չթողեցիք միկում, հա, հա, վերջերս այդքան լավ չի խաղացել, բայց ընդհանուր մրցաշրջանով այնպես չէ, որ նա չի օգնել, շատ օգնել է թիմին։ Ես Արտետայի վերջին հարցազրույցն եմ նայել Մարկայի հետ էր, այնտեղ նա հստակ ասում է, որ մրցաշրջանի այս հատվածում Լուիս Քելիի խաղային որակները չեմպիոն դառնալու համար մեզ ավելի անհրաժեշտ էր ու հենց դրանով է բացատրում Սուբիմենդին։ Դե հա, կարող է լինել։ Հիմա Յոկերեսն էլ այնպես չէ, որ միշտ լավ է խաղացել, բայց այս պահին կարծես նա է հիմնական հարձակվողը։ Իդեպ դարպասապանների թեմայով մի բան էլ ասեմ, հա, Ռայան շատ ավելի լավն է, քան Սաֆոնովը։ Բայց եթե գործը հասավ 11 մետրանոցներին, Սաֆոնովի հրաշքները հիշում եք, չէ՞։ 5-ից 4, ճիշտ է։ Միշտ մտածում եմ այս թեմայի մասին, որ ասում են
ես էլ եմ ի դեպ ասում ենք, եթե գործը հասնի 11 մետրանոցների, այս թիմն առավելություն ունի, որովհետև այս դարպասապահ ունի sense, բայց այդ ընդհանրապես այդ թվերը կապ չունեն։ Մենակ Էմի Մարտինեսի դեպքում Բայց Սաֆոնովի հետ եղել են, ինքը մի անգամ չի եղել, ինքը կայուն ցույց է տվել։ Կոնկրետ ակումբային մունդիալում չէ, կարծեմ ունեցած հարվածաշար, չեմ հիշում մրցակից ով էր։ Այդ որպես ամփոփում էլի, այսինքն մենք ֆիքսում ենք, որ դարպասապահների տեսանկյունից ամեն դեպքում առավելություն ունի Արսենալը, չէ՞։ Ես կիսապաշտպանության մասին հարցրի, դուք չպատասխանեցիք։ Հիմա դրան էլ էլի կարճ կանդրադառնալ։ Դա պաշտպանության ո՞ր թիմ առավելություն ունի։ Ախր պաշտպանությունը անհատներով չէ։ Ինձ թվում է որպես թիմ Արսենալը ավելի լավ է։ Եզրային պաշտպանները PSG-ին ավելի լավն են, կենտրոնականը թվում է Գրոհելի, բայց այն պատճառով որ ախր Արմեն տարբեր ֆուտբոլ են խաղում, մի քիչ երևի կոնկրետ ասեմ, եթե մենք խոսում ենք պրեսինգից, ամբողջ թիմը գնում է, PSG-ն ավելի լավն է։ Եթե մենք խոսում ենք ցածրից պաշտպանվելու մասին, որ փակվում են, իհարկե Արսենալ քանի անգամ ապացուցեն, որ իրենք այդ ռեժիմում լավը աշխարհում լավագույնն է, ով կա հաստատել Ատլետիկոն չի։ Լավ, ես հիմա ավելի նեղ հարց եմ տամ դու որպես ֆուտբոլային մասնագետ, տակտիկ, որոշ առումներով որ թիմի պաշտպանությունն է քո աչքին ավելի հաճո, որ տպավորությունն է, որ ավելի ուժեղ է։ Բացեմ էլի, ես հոգուտ խորքերը ասնամ։ Արսենալին։ Արսենալ։ Բավարիա ես նաև կասեմ։ Չէ, մենք խոսում ենք այս թիմերի մասին, իհարկե, այս թիմերից, եզրափակչի մասնակիցներից։ Չէ, Արսենալն է։ Արսենալ, դու։ Այսինքն երկու դիրքում արդեն Արսենալը հաղթեց։ Ու պաշտպանություն ասելով մենք գումարում ենք նաև դարպասապային, որովհետև Ռայան այն որ ուղղակի անհավանական մի բան կարող անել, ինչպես օրինակ West Ham-ի հետ այն որոշիչ խաղներ։ Հիմա այդտեղ չփրկեր Ռայան, Արտետան համարվելու էր ձախողակ, ես գիտեմ դու ինչեր էիր ասելու իր մասին։ Նայեք, ես հիմա նյարդերը սղոցվելու են։ Հիմա ես պատահական չեմ հարցնում ես, վերջում չեմ տալու այն հարցը, լավ, ով է ֆավորիտ։ Հիմա ես գումարում եմ ինձ մոտ, դարպասապայի դիրքում հաղթեց Արսենալը, պաշտպանությունում հաղթեց Արսենալը, երկու դիրքում արդեն հաղթել է։ Հիմա գալիս ենք կիսապաշտպանությանից։ Լավ, այստեղ ո՞ր թիմն է առավելությամբ։ Ես կասեմ Paris Saint-Germain վստահաբար աշխարհում չկա, ինձ համար չկա ամեն դեպքում։ Ես նորից դիտարկում եմ որպես համակարգ, որպես թիմ, առանձին չեմ ուզում այդ հարցին պատասխանել։ Հա, շատ հզոր են Վիտինյան, Նևեշը, Ռուիսը, պետք եղա ժամանակ Զայր Էմերին, բայց Արսենալում էլ կա Սուբիմենդի, կա Ռայս։ Արսենալում, օրինակ Արսենալը 10 համարի դիրքը օգտագործում է, այնտեղ հիմա Էզեն է խաղում, Էդեգորն էլ արդեն մարզավիճակը հավաք է, դե հետաքրքիր է թե ում է ընտրելու եզրափակիչի համար Արտետան, այդ իմ համար ամենաինտրիգային հարցերից է։ Ավակն է թիմի։ Ես մտածում եմ, որ Էզենը առաջինն է։ Ես էլ եմ ավելի հակված Էզեի տարբերակին։ Էզեն ֆիզիկապես ավելի ուժեղ է։ Երկրորդ խաղակեսում Էդեգորը ավելի շատ կարա մտնի տեմպո։ Էդեգորը ախր Էդեգորը ամեն ինչ իրար կապող ֆուտբոլիստն է, ասում ենք 10 համար, 8 համար, բայց Էդեգորը իջնում դարպասապայից ստանում է գնդակը, հետո գնում ուզում է վերջին փոխանցումը տալ։ Փոփոխություններ կատարելուն շատ կարևոր է նման եզրափակիչներում նաև ինչ պահեստային ստան ունես, ովքեր կարան դուրս գան դաշտ, այս առումով ինչ է կարծում, ով ունի առավելություն։ Ինչքան ասպասել է, այս հարցում PSG-ն չունի առավելություն գրեթե։ Բրեդլի Բարկոլանայովի, դե Ռամուշի մասին։ Դու բայց զգում եք, չէ՞, մենք ինչի մասին ենք խոսում, որ այս ամբողջ զրույցի ընթացքում մի բառ Դեզիրե Դուեն սաստավ ենք ասելու։ Չի տրվել։ Չէ, ուղղակի չենք հասել, բայց հարցակմանը հələ չենք հասել։ Դե նա ախր կիսապաշտպաններին ենք համատում։ PSG-ում Վիտինյա Նևեշ, երրորդ մենք համարում ենք Ֆաբյանին, բայց Ֆաբյանը շատ չի խաղացել այս մրցաշրջանում։ Երևի Զայր Էմերի ավելի։ Զայր Էմերին երևի թե աչից կխաղա, եթե Հակիմին չլինի, իսկ Հակիմին կարծում չի լինի։ PSG եմ ես ասում, կիսապաշտպանություն։ Եկեք լավ, այս թեման շատ երկար է։ Հստակ ասում ենք Paris Saint-Germain, դու ինչ ես կարծում։ Դու։ Ես Paris Saint-Germain եմ ասել, հետեւաբար քո կարծիքը կարող է չի լինելու այս թեմայով։ X ֆակտորը այդ 1 այոից կախված է։ 3-1 հարաբերակցությունն է։ Բայց համաձայնվեք, որ Վիտինյանը այդ այն կոմը փոխող չէ։ Չէ, բայց հա, ավելի շատ Էդեգորի ներկայությունն է ինձ ստիպում, որ ես մտածեմ, որ կարող է Արսենալը ներ, որովհետև առանց Արսենալի ոնց որ այդ 4 գծերից ամենաանկարևոր Արսենալի խաղում համեմատաբար կիսապաշտպանությունն է։ Լավ, եկեք համեմատաբար։ Քանի որ գիծը բռնել ենք, բոլոր օղակներին անդրադարձանք, ես ուրիշ թեմաներ ունեմ։ Հիմա եկեք համեմատենք երկու թիմերի հարցակման գծերը։ Paris Saint-Germain, դու առանց ակուր հարցակման անուններով Paris Saint-Germain։ Ես էլ եմ այդպես կարծում։ Հավերցը խաղա, էլի առանց Հա, Հավերցը
Բայց Յոկերեսը կարող է խնդիրներ ստեղծել այդ գնդակ պահելը։ Նման հարցակվողները հաճախ Այս ցախից Կվարացխելյան գերազանցում է, թե Տրոսարին, թե Չնայած Մարտինելին Արսենալի ռմբարկուն է, չէ՞։ Նա ես այն թեմանա, որ դաժե չենք ուզում երկար խոսանք էլի։ Սակայն հաղթական գոլ ախպել կիսաեզրափակիչ։ Սակա թե դու է։ Այսի դժվար է։ Չէ, սակա իմ համար միանշանակ սակա։ Դու են ավելի վառ ֆուտբոլիստ են, որ նայել հաճույքներ, բայց սակայն թիմը եթե մարզավիճակում ասական աշխարհի լավագույն 5 վինգերներից մեկն է մինիմում։ Ու մի կարևոր բան էլ մարզիչների հետ կապված ասեմ, մենք շատ համատեցինք, բայց Չեմպիոնների լիգա, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մի քիչ առանձնահատուկ դեպքեր են։ Լուիս Էնրիկեն շատ ավելի փորձառու է այս տեսանկյունից, քան Արտետան։ Ինչքան էլ աշխատես առաջնությունում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը ուրիշ է ու Արտետայի համար սա առաջինն է։ 20 տարի առաջ հետաքրքիր է որ Փարիզում պարտվեց Արսենալը։ Հիմա Փարիզյան թիմի դեմ է։ Արտետան դու հաստատ հիշես, որ 2001-2 մրցաշրջանում վարձավճարով խաղում էր Պոչետինոյի, Ռոնալդինյոյի հետ։ Ինձ նախապես հարցրել է, ես ասել եմ չգիտեմ, էլի դրա համար ասում դու հաստատ կիմանաս։ Գիտեմ որ կհիշի, բայց ես համաձայն եմ, որ դե նախորդ մրցաշրջանի եզրափակիչի փորձն էլ գումարենք, Էնրիկեի Բարսելոնայում ունեցած փորձը, այդ առումով ունի առավելություն Paris Saint-Germain-ը, բայց կվարվի մինչև խաղի մեկնարկը Արսենալը դե հոգեբանական ճնշումը հաղթարելու առումով թե ոչ։ Օրինակ իսկ դու Champions League-ը պետք է որ օգնի Premier League-ը, որ չանգիստ լինեն արդեն ոչ ոք չի ասի գոնը Champions League-ան կրեք։ Իսկ կա մի քիչ խանգարի, որտեվ իրենք ավելի շատ կարծես հենց Premier League-ի վրա են ֆիքսված 22 տարի։ Երկրպագուները, երբ որ հարցնում ես որը կընտրեիր այս երկու գավաթներից, 99%-ը ասում են Premier League-ան։ Եվ ես հասկանում եմ, ես էլ համաձայն եմ նրանց հետ, շատ երկար էին էլի սպասել Premier League-ի։ Ու ֆուտբոլիստն էլ հիմա իհարկե ավելի մրցաշարն ակումբ է։ Իհարկե ավելի հանգիստ կլինի հիմա Արսենալը, Բայց բայց այդ մասին իրականում թիվ 1 ակումբային մրցաշարն է։ Այո։ ինչա։ Ասում եմ Premier League-ան թիվ 1 ակումբային մրցաշարն է։ Դե հա, նայեք։ Ամենահաղթելու համար ամենաբարդ մրցաշարն է։ Դե ուրիշ բան հələ վերցրեք, կոնֆերենցիայի լիգայի եզրափակ։ Չեմպիոններ լիգայում ամեն դեպքում Ես չեմ համեմատում Չեմպիոնների միտեղ կարող է բաղում հետ։ Օրինակ ինչով է ավելի հեշտ հաղթել Լա Լիգան կամ Ասերիան։ Չէ, դե Չէ, դա բարձ է։ Մրցակցության մակարդակը բարձր է։ մակարդակ։ ասեմ մի օրինակ թիմերի բերեմ, մակարդակը։ մի բան Այս տարի Արսենալի հետ պայքարում չեմպիոնության համար քանի թիմ։ Դու լավ Manchester City Վերջ։ Չէ, մի վարքյան դու Մի րոպե Լա Լիգան քանի թիմ են թիմերի միջին մակարդակը Չէ, դու պայքար համատես։ չկար Լա Մի փաստ եմ ասում, Արտուր։ Անգլիա Պրեմիեր լիգան լքած թիմը հասկացաք։ ավելի շատ Պես էլի, չէ, դե հիմա ասեմ միջին թե մակարդակից մակարդակից չէ չգիտեմ։ խոսում։ Այդ թիմը Պրեմիեր լիգան լքած ավելի շատ գումար է վաստակել, քան Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան։ Ինչ է դա նշանակում, որ երկու ակումբ, ասենք մի ֆուտբոլիստ են ուզում, Պրեմիեր լիգայի ակումբը ավելի շատ ֆինանսներ ունի, անհամեմատ ավելի շատ ֆինանսներ, ավելի լավ ֆուտբոլիստներ ու Պրեմիեր լիգան Բայց շատ հաճախ Պրեմիեր լիգայի աստղերը մեկա երազում կան Լա Լիգայում խաղան, Լա լիգայում չէ, Ռեալում կամ Բարսելոնայում։ այդ լիգայի մակարդակի հետ կապ չունի։ Ալվարեսը ոնց եկավ Ատլետիկո օրինակ Սիթիից։ Որտեղ Սիթիում հիմնական կազմում չէր Այ, խաղում։ դες ասեց մարդը։ Բայց չկարար չգնար, չէ Ատլետիկո, կարար գնար, չգիտեմ, նույն Paris Արմեն, բայց Saint-Germain-ը դու հիմա դու հիմա Ատլետիկոն ունի այդ փողը, Ռեալը Բարսելոնան ունեն, բայց ոչ ներքևի թիմերը, մի միջին թիմ էր թիմերը չունեն։ պայքարում Արսենալի հետ չեմպիոնության համար այս տարի, Չելսին տեսանք ինչ վիճակում էր, United-ը հետո միացավ, Liverpool-ը շատ Արման, Լա Լիգայում էլ եթե բոլոր թիմերը թույլ են համեմատաբար օրինակ այդ Ռեալ Բարսա Ատլետիկոից, բայց երկու հավակնորդներն էլ բնացածի դեմ պիտի կայունել են, չէ՞, ամբողջ մրցաշրջանի։ Դա չեք նեղանա, որ ասեմ ես ձեր բան Իսպանիայում կան թիմեր, որոնց ամեն դեպքում ոչ այդքան ուժեղ խաղով կարող ես հաղթել։ Իտալիայում էլ կան։ Անգլիայում այդպիսի թիմ կա։ Հա, Վուլվերհեմպտոնը, Բարլին։ Դե Վուլվերհեմպտոնի հետ Արսենալը տանջվում էր։ Նախ համ որոշ առումով քո հետ եմ համաձայն, որոշ առումով քո։ Նախ ասեմ, որ Պրեմիեր լիգան 2 տարի է, որոշակի հետ ընթացք է, նախկին մակարդակի համեմատ, կարծում եմ, ուժեղ թիմերի մակարդակը իջել է, քան նախկին։ Կլոպը գնաց, Պեպը գնաց, մի վարքյան, նախկինի համեմատ մի քիչ իջել է ուժեղ թիմերի ընդհանուր խաղամակարդակը։ Բայց օրինակ վերջերս երբ Բարսա Նյուքասլի հետ խաղում էր Champions League-ի play-off-ում եւ շատ դժվարությամբ այնտեղ 1-1 խաղաց, կհիշես այդ խաղը։ Առանց համարյա գոլային պահերի։ Այդ խաղից հետո գիտես ինչ ասեց Միկել Արտետան։ Ասեց, տեսեք, Բարսելոնան աշխարհի ամենագրավիչ ֆուտբոլ խաղացող թիմն է, Նյուքասլի հետ ինչ ֆուտբոլ խաղաց։ Մենք այդպիսի լիգայում ենք խաղում։ Չէ,
Չէ, ուրիշ Դա բան։ Նյուքասլն է։ Հայ ուրիշ բան էլ կա, երբ Դե որ դու ուրիշ ամենաուժեղ թիմերից չի Անգլիայի։ Պատկեսը մյուսների հետ ինչքան դժվար է։ երբ որ որպես արգումենտ Արտուշը բերում է համատության մեջ, ասում է, դե այս մրցաշրջանում բա ինչ եղավ, ճիշտ ես ասում, այս մրցաշրջանում Արտուշ, բայց եթե վերցնում ենք վերջին օրինակ 10 տարին, Նախորդ մրցաշրջանը դրանից առաջ Իրականում Արտուշը վերջին 10 տարում Պրեմիեր լիգան բոլորից բարձր է։ Նորմալը մակարդակի սա է։ հայ ֆինանսերի առումով աչքի համար հաճելի լինելու տեմպի, ինտենսիվության, ֆիզիկական պայքարի, հա, բայց ես համաձայն չեմ էլի, որ ասում եք ամենաուժեղ ակումբային մրցաշարը։ Մի վարքյան։ Մենակ մենք Պրեմիեր լիգայի Ուրեմն Չեմպիոնների լիգան Արտուշ, այ ուժեղ է, Արտուշ։ եթե տենց Լսի, ենք, Պրեմիեր Չեմպիոնների լիգայում ամեն դեպքում որոշ չափով ավելի շատ է բախտի գործոնը, որտեղ մի խաղ, երկու խաղ, հետո կարող է քո ճանապարհը ավելի հեշտ լինել, այդքան ուժեղ մրցակիցների չհանդիպես։ Տարբեր բաներ կան, այդ մրցավարական սխալ, այդ 38 տուրում Անգլիա առաջացնում, դրանք բաները ավելի շատ բացառվում են։ Իսկ Հայկի ասածը, ինձ թվում է ինչի հետ է դա կապված։ Դեն ժամանակ Liverpool City դա անհավանական Դե արի ուրիշ մակարդակ է։ տեսանկյունից էլ նայենք։ Հիմա նորմալը սա է, նորմալը սա է։ Չեմպիոնների Նա լիգայում, նորմալ է, Չեմպիոնների լիգայում էլ շատ հետաքրքիր է։ Այն 90 90 պիտի ունենաս, չես կարող այդքան սխալվես, հետո շտկես։ Այսինքն դու միշտ պիտի Տրաներ հիմա նայեք, կենտրոնացնես։ հիմա ձեր մեջ հակադրություն կա, ինձ թվում է ես ու Հայկը որ լուր հետևենք, դուք եւս 30 րոպե կխոսեք։ Եկեք հիմա վերադառնանք եզրափակիչին, ու քանի որ այդքան շատ ժամանակ չունենք, մոտ 15 րոպե ասա։ Ֆիքսել եք այս տարի եզրափակիչի ժամը։ Հա, 20 Ես չեմ հիշում, ես ինչքան որ Դա փոխել ֆուտբոլ է։ եմ նայում, միշտ Երևանի ժամանակով 23-ին է եղել։ Անսովոր է, դե երևի այնտեղ ասիական շուկա եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է մենք ձմռանը աշխարհի առաջացում դիտելուց հետո չենք զարմանում։ չենք զարմանում։ Լավ, հիմա գանք խաղին։ Ես կարծիք ունեմ, որ Լուիս Էնրիկեի համար եզրափակչի ամենաուժեղ մարտավարական դետալը լինելու է ձախ եզրը օգտագործելը։ Այս թեմայով ինչ կասեք, որ թիմը ինչ խոցելի կետ ունի։ Ես Paris Saint-Germain-ում ձախ եզր ասելով Մենդեշ Կվարացխելիա այնտեղ համ պաշտպանվում են, համ հարձակվում են, այդ ուղղակի ֆենոմենալ զույգ է։ Իսկ Arsenal-ում այդ գոտում չափազանց լուրջ խնդիր կա այս պահին։ Չկա Ben White-ը, Յուրիան Տիմբերի մասնակցությունը հարցականի տակ է, ու սա շատ բան է փոխում ուժերի հարաբերակցության ու բալանսի մեջ։ Այս թեմայով ինչ կասեք։ Այս պահին Խվիչան երևի լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստն է աշխարհում։ Անկասելի է պարզապես, հնարավոր չի նրա դեմ խաղալ։ Այդ մասին գիտի նաև Արտետան, կարծում եմ։ Եւ եթե այնտեղ նույնիսկ Մոսկերային դնի աճպաշտպան, հետեւաբար իր կիսապաշտպաններից մեկը հատուկ լինելու է գրեթե աճպաշտպան։ Ոստի ես չեմ զարմանա, որ նաև, չգիտեմ, օրինակ Սակայի փոխարեն Մադուեկեն լինի մեկնարկային կազմում։ Գիտեք, արդեն առողջ է եւ մարզվել է, Արտետայի կարող է։ առաջին խաղում Սական հիշում եք որ դիրքում էր խաղում։ Ձախ պաշտպան։ Չլսեցի։ Արտետայի առաջի խաղում Հա։ Սական Սական պաշտպան։ սկսել է ձախ պաշտպանից, եկել է աջ հարցակող, այսպես շրջանա։ Չգիտեմ։ Սական եթե առողջ է, իմ կարծիքով շատ օգտակար է թիմին, եթե նա պատրաստ լինի, կարող է թողել Սակային եւ կիսապաշտպաններից մեկին կենտրոնացնի հենց այդ աշխատանքի վրա, եթե չէ, պետք է մի բան մտածեն, ամոթ չգիտեմ, որ Խվիչային կանգնեցնել լինի, որովհետեւ հիմա անհնար է։ Չի ստանալու այդքան շատ տարածություններ, ոչ Խվիչան, ոչ Դուեն, որտեվ Arsenal-ը Բավարիա չի, Arsenal-ը մենք նախորդ մրցաշրջանի եզրափակիչն է մի պահ հիշենք, որ շատ հեշտ Paris Saint-Germain-ը հաղթեց, հիմա լիովին տարբեր եզրափակիչ առնելու, ինձ թվում է քիչ գոլեր են լինելու, մի գոլն է որոշիչ լինելու։ Այդ մի գոլը շատ կարևոր է, նայեք, այս մրցաշրջանում Չեմ ասում ընդամենը մեկ մի գոլի տարբերություն է։ Թեմապայի այն խաղերում, որտեղ Arsenal-ը առաջինն է գոլ խփել, շատ մեծ, շատ բարձր տոկոսով հաղթել է։ Paris Saint-Germain-ի հետ դա հնարավոր է չաշխատի։ Ինքը բայց PSG-ի դեմ հնարավոր է։ PSG-ի մակարդակի թիմի դեմ։ Բավարիայի դեմ խաղացել է լիգայում, ոնց ասացիր, վստահ հաղթել է 3-1։ Ընդհանրապես այս մրցաշրջանում երևի իմ տեսած ամենադոմինանտ խաղը PSG-ի մասնակցությամբ է եղել, որ տանը Լիվերպուլի հետ խաղացին ու հաղթեցին։ Կարծես, չգիտեմ, այ մոլորակայինները խաղային դպրոցականների դեմ։ Լիվերպուլը այն միակ թիմն է, որին չկարողացավ գոլ խփել երկու խաղերում էլ։ Բայց դից առանձին խաղերով եթե նայենք, կանխատեսումները շատ տարբեր են, էլի։ Իդեպ PSG-ի աճպաշտպանի դիրքը, եթե Հակիմին չկա, Չէ, լինելու են։ Եվ Դեմբելեն եւ Հակիմին մարզվել են, արդեն տեղեկություն էլ կա, եւ իրենք ամենայն հավանականությամբ, չեմ ուզում ասել 100%-ով, բայց չի կարող եզրափակիչում մարզվելով նման ֆուտբոլիստերին ուղղակի դոստով անել։ Կարող է հիմնական կազմում կարա հանգիստ աճպաշտպան դնի։ Իսկ ըստ քեզ Տրոսարն կամ Մարտինելի այդ եզրից շատ վտանգավոր չի Զայրեմերի դեմ։ Չէ։
Մենք մի անգամ չի որ տեսել ոնց է խաղում Աշվաշտանզակ։ Իմ կարծիքով Զայրեմերին այդպիսի մրցակից չի ունեցել։ Հարձակման առումով շատ անհամեմատ ավելի ուժեղ է Հակիմին, բայց նա sense կարծիք էլ կա, որ եթե խաղա Զայրեմերին, ավելի ամուր աչգոտի պաշտպանությունում կունենա Փարիզ Սեն-Ժերմենը։ Չէ, բայց Հակիմին լավ պաշտպանում, ինքն այնպես չի որ։ Դա ասում եմ մարզիչը գնա առաջ, հաճախ նենց է գնում, որ չի հասցնում, չէ՞ հետ կա։ Հակիմին, դա այդպես լինում է, բայց ինքը այնպես չի։ Բայց Զայրեմերին այդքան չի գնալու առաջ։ Հա, թող չգնա, բայց ինքը այդպես առաջնակարգ կաչ պաշտպան չի։ Դուք Լեանդրո Տրոսարը ուշադրություն դարձրեք կարևոր խաղերում ինչպես է խաղում։ Նույն Մարտինելին դու նշեցիր, որ ամենաշատ գոլն է խփել։ Լավ զամենամոտ։ Ու խնդիրներ կարող են լինել։ Պասաժն էլ պաշտպանությունը բարձր է կառուցում։ Պատկերացրեք Մարտինելին բացվի, այսպես ասած մեջքի հետև շատ լուրջ խնդիրներ կարող են լինել։ Ֆիքսել եք Լուիս Էնրիկեն երկու անգամ է Չեմպիոններ լիգայի եզրափակիչ խաղացի, երկու անգամ էլ իր թիմերը խաղացել են իր ցանկալի ֆուտբոլը, գրեթե շանս տալով մրցակցին խաղային առումով։ Միգուցե դա հաշվի առնելով նա փորձի հենց նույն ֆուտբոլը խաղալ, էլ լրացուցիչ ինչ-որ սահմանափակումներ չկատարի իր թիմի խաղում։ Եկեք արդեն մեր զրույցը փորձենք ամփոփել։ Ես տարբեր թեմաներ բացեցի, դուք եւս։ Կա մի թեմա, որ շատ կարեւոր է բաց ենք թողել, եթե կառաջարկեք թեթև կարճ քննարկում վարենք եւ արդեն ես վերջին հարցն եմ ուզում ձեզ տալ ու առաջին թողարկումը ծրը ավարտենք։ Ես մի քիչ պատմական նշանակության մասին կուզեի խոսել, որովհետեւ 1 տարի առաջ մոտավորապես եթե այս օրը նայած լինեինք վարկանիշները երկու թիմեր, որոնք երբեք չեն հաղթել Չեմպիոնների լիգան եւ համարվում են այսպես ասած լուզեր եւ ձախողակ լինելու են PSG-ն եւ Arsenal-ը։ Դրանից մոտ 1-2 օր հետո PSG-ն հաղթում է եւ դուրս է գալիս այդ չհաղթած թիմերի շարքից։ Հիմա Arsenal-ի հետ են դուրս եկել եզրափակիչ երկուսն էլ։ Այսինքն կամ Arsenal-ը կհաղթի նույնպես դուրս կգա այդ հավերժ անհաջողակի։ Դեռ 25-րդ հաղթողը կա, եթե հաղթի Arsenal-ը 25-րդ։ Իսկ եթե PSG-ն է հաղթում, պատկերացնում ես ինքը տիտղոսներով արդեն Juventus-ի կարգի լեգենդար ակումբի կհավասարվի կամ ուրիշներին։ Դա իսկապես շատ լուրջ քայլ կլինի ու վերջապես PSG-ի այդ երկար ներդրումները, որոնք բերել են այս ամենը։ Վերջապես, այսինքն մինչև հիմա արդեն չեն արդարացվել։ Վերջապես որին դոմինանտ լինեն։ Ավելի պատմական կդառնա։ Որովհետև վերջին 15 տարում որևէ թիմ այդքան ներդրում չի արել, ինչքան PSG-ն։ Խաղոր ներդրումը Լուիս Էնրիկեն էր։ Ինձ էլ է իրանք պետք է գային դրային, որ հասկանային։ Ով էլ հաղթի, երևալու է, որ թիմային խաղի շնորհիվ է հաղթել։ Մենք դժվարացանք Arsenal-ից նույնիսկ շատ առաջատար մեկի առանձնացնել։ PSG-ն էլ կորցրեց Մբապե, Նեյմար, Մեսսի, Ռամոս, այդ բոլոր աստղերին ու նորից ապացուցում է, որ թիմային խաղը առաջնային է։ Ու նաև այդքան էական չէ, որ դու ընդգծված կենտրոնական հարձակվող ունենաս։ Ու ինձ համար պատահականություն չէ, որ վերջին տարիներին հաղթում են առանց մաքուր հարձակվողի խաղացող թիմերը։ 2024-ի Ռեալը, 2025-ի PSG-ն, հիմա էլ կա PSG-ն, Arsenal-ն էլ ունի հարձակվող յոկերեսը, բայց այնպես չէ, ունա շատ գոլեր է խփում, այդպես Harry Kane-ի չափ կամ օրինակ։ Այսինքն ամփոփենք տարբեր ֆուտբոլ են խաղում, բայց այդ թիմ լինելու առումով երկուսն էլ շատ ուժեղ են ու երևի ով էլ որ հաղթի արժանի է լինելու։ Դե կոնկրետ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանով Arsenal-ը հաստատ արժանի է առանց պարտության։ Չէ, սպասի, ես այսպես ասեմ, ամբողջ մրցաշրջանով Arsenal-ն է ավելի արժանի, Գարնանը երկրորդ հատվածում ցուցադրած խաղով PSG-ն։ Իսկ ես կասեի, որպես ակումբ նաև, որպես կառուցվածք, Arsenal-ը նույնպես շատ արժանի է։ Դու Ես ասացի երկուսն էլ արժանի են։ Չէ, մեկին առանձնացրա, մեկին։ Եթե հասել է եզրափակիչ արժանի։ Լավ, ուրիշ կերպ հարցնեմ։ Ով կհաղթի եզրափակիչը։ Թող հաղթի արժանի։ Paris Saint-Germain։ Դու Ով կհաղթի Եվ ինչու։ PSG-ն։ Paris Saint-Germain, դու Arsenal։ Ես հավասարություն լինելու համար ամեն դեպքում կասեմ, որ Arsenal-ը թող հաղթի, բայց եթե նայում ենք ընդհանուր խաղով, ինձ թվում է Paris Saint-Germain-ն ամեն դեպքում ուժեղ է այս մրցաշրջանի համար։ Այո, իսկ ամենաուժեղը Բավարիան է, որը դուրս է մնաց։ Այո։ Երկրորդ ուժեղը Բարսելոնան է, որը դուրս է մնաց։ Դու էլ ասա։ Երրորդ ուժեղը Ատլետիկոն է։ Չէ, դե։ Հարգելի ֆուտբոլասերներ, այսքանով եկեք ամեն դեպքում ավարտենք ֆուտբոլ ֆորումի առաջին թողարկումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, թողեք մեկնաբանություններ, ձեր կարծիքները շատ կարևոր են մեզ համար։ Մենք կհանդիպենք ամեն շաբաթ եւ բնականաբար կքննարկենք ձեզ հուզող ամենակարևոր թեմաները։ Հաջողություն։